Երկրագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրով և անսակար նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի խորհրդում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին բարակվածությամբ, որն ավելի է խորանում անհապուժողության ու ատելության սերմանով, առաջ բերելով նոր բաժանումներ։ Մեր սրտերը ծանրացած են, տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շիտ ուղեղատրանքներով ազատազրկում նվիրյալ հայրենիներ, եկեղեցականներ Միքայել արքեպիսկոպոս Աջապատյանը, Բակրատ արքեպիսկոպոս Կարստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Գարեգին Քահանա Արսենյանը, ազգային մեծարու բարերար Դիարսամբեր Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են։ Թող Տերը քաջավորություն և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար մատնարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքին, հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս կրկնահույս օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտների գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել ներունավան իր առաքելությունը, հետանուր լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ, առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգացության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համոթանույն տեսիլքները։ Աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աչքով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյան առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին, աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները, թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց, ի Հայաստան և ի սիրուս աշխարհին, այսօր և միշտ և հավիտյանս ամեն։ Ձեր ուղ ի կատար
արժանավորներ։